Ինչպես է մեկի դավաճանությունը փոխել ողջ Սյունիքի ազատագրական պայքարի ճակատագիրը, որ ամրոցի ավերակներում են պահվում դավաճանության գաղտնիքները, ով թույլ չտվեց նրան թաղել հասարակած հանգստարանում եւ ով փորձեց հանել նրա ոսկորները։ Ողջույն, եթերում ձեր անին է, դուք դիտում եք Զինքը։ Ձեր աջակցությունը կօգնի շարունակել մեր կրթական ու մշակութային առաքելությունը։ Աջակցեք մեզ Patreon-ում կամ ներքևում նշված հաշվեհամարներին։ Ցավալիորեն պետք է արձանագրել, որ հայոց պատմության անցյալի էջերում հանդիպում ենք դեպքեր, երբ ազատագրական պատերազմական կամ քաղաքական իրավիճակներում թշնամիներին օգնող ձեռքը գրեթե միշտ լինում է ներսից։ Հայոց պատմության մեջ քիչ չեն հայ դավաճանները, ովքեր օգնում են թշնամուն իրենց ծրագրերին, նպատակներին հասնելու համար։ Նմանատիպ պատմական կերպարներից է եղել Արծվանի գյուղի Մելիք Ֆրանգյուլը։ Մելիք Ֆրանգյուլի գերեզմանը մինչ օրս կա, նա թաղված է գյուղի գերեզմաններից հեռու, մի ծառի տակ, այն վայրում, որտեղ նրան սպանել են Դավիթ բեկի զինվորները։ Մելիք Ֆրանգյուլի գերեզմանը մինչ օրս սյունեցիների համար խորհրդանշական վայր է։ Այն մասին, թե ինչ է լինում հայ մարդու հետ, ով դավաճանում է իր հայրենիքն ու ազգը։ Մելիք Ֆրանգյուլի անունը նախ հանդիպում ենք Հրաչյա Հաճարյանի կազմած հայոց անձնանունների բառարանում։ Ֆրանգյուլ, իշխան Երիցվանիկի դավաճան, 2000 զորքով եկավ օգնելու Չավնտուրի Թորոս իշխանին, ընդդեմ Ֆաթալի խանի։ Երբ խանը հաղթվելով փախչում էր, Ֆրանգյուլը զենքը դարձրեց հայոց դեմ եւ Ֆաթալիի հետ միանալով կոտորեցին հայոց բանակը, ուր ընկավ նաեւ Թորոս իշխանը։ Այնուհետև Ֆրանգյուլը հավատը ուրացավ եւ Ֆաթալիի հետ գնաց։ Մելիք Բաղրի դավաճանական գործողությունների մասին կարդում ենք հայ մեծանուն պատմիչ Լեոյի մոտ, ով մասնավորապես նշում է. Տաթևի Մելիք Դավիթը մահմեդականություն ընդունած մի ստոր մարդ, որը կոչվում էր Բաղր, զորք հանեց Դավիթ բեկի դեմ։ Կռվի մեջ հաղթվելով ուրացող Մելիքը ընկավ հայերի ձեռքը։ Դավիթ բեկը ուղարկեց նրան շնհեր, ուր նա եկեղեցում ամբողջ 12 օր պիտի կրկներ բազմության առաջ ժողովրդական մի առած։ Լույսը լուսավոր չի հավատին, վայ ուրացող մարդուն։ Դրանից հետո դավաճանը գլխատվեց եւ այսպիսով ազգային գործը ազատվեց մի չար թշնամուց։ Հայ դավաճանն իր արժանի պատիժը ստանում է։ Ազատագրական պայքարի այդ նույն ընթացքում գործում էր մեզ արդեն հայտնի դավաճան Մելիք Ֆրանգյուլը։ Սակայն նա միայնակ չէր, քանի որ նրա հետ մեկտեղ դավաճանական քայլերով աչքի ընկավ նաեւ Ագուլիսի Մելիք Մուսին, ում գործնեության մասին գրում է հայ մեծանուն պատմիչ Լեոն իր պատմագիտական աշխատությունում։ Թորոս իշխանի մահվան չափ ցավալի էր եւ մյուս աչքի ընկնող զորապետ Մելիք Փարսադանի մահը։ Սա էլ ընկավ դավաճանական հայի գնդակից։ Այդ դավաճանը Ագուլիսի Մելիք Մուսին էր, որ թշնամական դիրք բռնեց հայ զինվորության դեմ եւ դարձավ նրա հակառակորդների թիկունքը։ Սակայն դավաճանական այս անձանց կողքին ամենամեծ վտանգը Սյունիքի ազատագրական պայքարում ներկայացնում էր մեզ արդեն ծանոթ Մելիք Ֆրանգյուլը, ում կատարած ստոր քայլերի մասին մի շարք մանրամասներ դարձյալ հայտնում է Լեոն։ Ավելի վտանգավոր եւ չարագործ հանդիսացավ Բարգուշատի Երիցվանիկ Ավանի Մելիք Ֆրանգյուլ անունով։ Սա կարծելով, թե Դավիթ բեկի ձեռքով պիտի զրկվի իր իշխանությունից, հոգով ու մարմնով նվիրվեց թուրքերին։ Նրա սարքած մի թակարդի մեջ ընկավ հայ նշանավոր զորագլուխներից մեկը՝ Չավնդուրի Թորոս իշխանը։ Բարգուշատի Ֆաթալի խանը շատ էր ընդհարվել հայերի հետ, բայց միշտ ջարդ էր կերել։ Դավաճան հայ Մելիքը խոսք կապեց նրա հետ, բայց արտաքուստ հավատարմություն ցույց տվեց Թորոս իշխանին եւ սրա հետ պատերազմի դուրս եկավ Ֆաթալի խանի դեմ։ Կռիվը հաջող էր հայերի համար։ Ոգևորվելով իրենց հաղթությամբ, նրանք սկսեցին հալածել թուրքերին, բայց թուրքերի փախուստը մի թակարդ էր։ Նրանք հանկարծ հետ դարձան եւ հարձակվեցան հայերի վրա։ Այդ ժամանակ Ֆրանգյուլն էլ ետևից հարձակվեց իր զորքով։ Հայերը ընկան երկու կրակի մեջ, ջարդվեցան, գերիներ տվին։ Ինքը Թորոսը երուսաբար ընկավ պատերազմի մեջ եւ Չավնդուրի ուժը ոչնչացավ։ Իսկ Ֆրանգյուլը խանին ավելի եւս հաջողանալու համար մահմեդականություն ընդունեց։ Դավաճանությունից հետո Մելիք Ֆրանգյուլը կարողացել է իր տերերի աջակցությամբ 7 տարի կառավարել Սյունիքում։ Պատկերացնում եք։
Թորոս իշխան Հերոսի մահը մեծ հարված է Դավիթ բեկի գլխավորած ազգային ազատագրական շարժմանը, մեծ հարված էր։ Թորոս իշխանի եւ Դավիթ բեկի անվեհեր զինյալները սակայն շատ շուտով կարողանում են սատկացնել Դավաճան Ֆրանգյուլին։ Արժանապատիվ արծվանիկցիները թույլ չեն տվել, որ Դավաճանի աճյունն ամփոփվի գյուղի հասարակական գերեզմանոցում, եւ հարազատները ստիպված նրան հողին են հանձնել գերեզմանատան մերձակայքում, ճանապարհի եզրին։ Այն օրից, որ այդ գերեզմանը գոյություն ունի, անցել է 1.5 դար, բայց ժողովուրդը դեռ չի ներել նրան։ Ժողովուրդը միշտ անիծում է նրան։ Հարցրեք պատահած մարդուց, թե մանուկ կլիներ նա եւ թե ալևոր ումն է պատկանում այդ նզովյալ գերեզմանը։ Նա քեզ կպատասխանի, դա Մելիք Ֆրանգյուլ Դավաճանի գերեզմանն է։ Հենց այստեղ սպանեցին նրան, այստեղ էլ թաղեցին։ Նրա դիակը թույլ չտվեցին թաղել հասարակած հանգստարանում, ննջեցյալների հանգիստը չփխծելու համար։ Հետո ձեր խոսակիցը ավելի հեռու կգնա պատմական մանրամասների մեջ ու ձեզ կասե. տեսնում եք այս ամրոցի ավերակները, որ երևում են ձորի մյուս կողմում։ Դրանք մի ժամանակ շեն էին եւ պատկանում էին հենց այդ Դավաճանին։ Երբ նրան սպանեցին, ամրոցն էլ քանդեցին։ Ովքեր քանդեցին։ Մեր պապերը, կպատասխանեն նա։ Դավաճանը մեր երկրին շատ վնասներ է տվել։ Դրա համար էլ սպանեցին նրան։ Հետո նա կավելացնի այնքան հետաքրքիր պատումներ Դավաճանի մասին, որոնք մոռացված են մեր գրավոր պատմության մեջ, բայց 150 տարի կենթանի մնացին ժողովրդի հիշողության մեջ եւ գուցե երկար դեռ կենթանի կմնան։ Սիրելի հայեր, ըստ ժողովրդական ավանդության, Մելիք Քարամը հետո եկել է Արծվանիկ եւ կամեցել հանել Ֆրանգյուլի ոսկորներն ու շների առաջ ձգել։ Սակայն գյուղացիներն ընդդիմացել են, ասելով, թե գերեզմանից հեռու են գոռել, մեկ էլ շանխոտը վերջ չանենք։ Ու 300 տարի շարունակ այդ վայրը եղել է Դավաճանի հանդեպ սյունեցու հոգու զայրույթն ու ատելության մաղձը պարպելու տեղ։ Այդպես է նաև այսօր։ Այդպես է լինելու հավերժ։ Այսօր, երբ մենք կանգնած ենք մեր պատմության նոր խաչմերուկներում, այդ պատգամը շարունակում է հնչել նույն ուժով, հիշեցնելով, որ ազգի փրկությունը մեր սեփական միասնության ու հավատի մեջ է։ Ազգի համար ամենամեծ սպառնալիքը դավաճանությունն է։ Թշնամու հարվածը տեսանելի է, այն գալիս է դրսից, այն կանխատեսելի է, բայց երբ Դավաճանը ներսում է, նա խոսում է քո լեզվով, նստում է քո սեղանի շուրջ, ապրում է քո երկրում, բայց առաջին իսկ պահին պատրաստ է հանձնել քո հողը, անունը, ընկերոջ կյանքը, անգամ ընդունակ է անել այն, ինչ ընդունակ չի անել թշնամին դրսից։ Հայ ժողովուրդը դարերով չի մոռացել իր դավաճաններին։ Ֆրանգյուլը, Բաղերը, Մուսին, նրանց բոլորին միավորում է նույն ճակատագիրը, ատելությունն ու մոռացությունը, որովհետև ժողովուրդը երբեք չի ներում, երբեք չի մոռանում։ Դավաճանի տեղը ոչ թե պատմության պատվանդանին է, այլ պատմության աղբանոցում։ Իսկ այդ աղբանոցը դատարկ չի մնում։ Յուրաքանչյուր դար իր ուրացողին տալիս է, ձեր լեզվով ասած հանձնում։ Գրեք մեկնաբանություններում, թե որ հատվածն է ամենաշատը տպավորվել այս պատմությունից եւ ինչու։ Ձեզ հետ Անիներ, եթերում ձեր զինքը։ Բաց չթողնեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ սեղմել զանգակի կոճակը։ Կհանդիպենք շուտով։